Բարև ձեզ։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ուրեմն նախ կցանկանամ խոսել երկրի համար մեկ խայտառակության գրառման մասին։ Այսօր Նիկոլ Փաշինյանը իր էջին ինչ-որ խաղաղության մասին գրառումներ է կատարել, որ վերջապես օգոստոսի 8-ը ամրագրվել է այն օրը, որ Ադրբեջանի եւ հայ ժողովրդի միջև կոնֆլիկտի օր չէ, խաղաղության օր է, որ նաեւ ինչ որ ցավակցել է, կարեկցել է ադրբեջանցի զոհերի ընտանիքներին, ինչ որ խոսում է տարածաշրջանային եղբայրության, խաղաղության մասին, ես ուզում եմ նորից հիշեցնել այս տականքին, որ դու նույնիսկ մեր զոհերի անունները չես հրապարակել, մենք չգիտենք հարյուրավոր մարդկանց ճակատագիր ինչպես է ավարտվել, մենք չգիտենք այդ մարդիկ ողջ են, գերի են, անհետ կորած են, հետո դու խոսում ես խաղաղությունից, ցավակցում ես մարդկանց թշնամի պետության զինվորների ընտանիքներին, դու քո զինվորին հարգել չգիտես, գիտես մենք կմոռանանք, որ դու մեր հողի, մեր հայրենիքի համար զոհված տղեկի դիակները լցրել էիր Աբովյանում ինչ-որ պատվալում ու նրանց մարմինները նեխել էին, քեզ դրել ես հայրենիք սիրող, խաղաղություն սիրող ղեկավարի տեղ, քո բանակում 6 ամսվա մեջ 35-ից ավել զոհ ա եղել խաղաղ պայմաններում, ումա պետք է այդ խաղաղությունը Կամ դու ինչ ես առասարակ խոսում, մի անձնավորություն, ով 5000 տղու զոհի պատճառը դարձել, մի անձնավորություն, ով Արցախը հանձնել է Թուրքին, մեր սրբությունը, մեր հողը, ինչպես կարա խոսա խաղաղությունից, դու նույնացնում ես արցախցիների հետ վերադարձը իրենց մեր հայրենի հող, նրա հետ, որ եթե դա տեղի ունենա, ադրբեջանցի փախստականներ պետք է գան, լավ դու քո երակներում հասկացանք, որ Թուրքի արյունա հոսում, բայց ինչ ես դու Հայաստանի Հանրապետության վարչապետ այդ դեպքում, գնա Ադրբեջան, չգիտեմ, թալիշների առաջնորդ դառի, գնա 100% Ալիևը, Էրդողանը քեզ մի նահանգի, լավ նահանգի ղեկավարի պաշտոն կտաս, խես մեր արյունները խմում, ինչի համար ես այս ժողովրդին, այսպես դնում նեղ վիճակի մեջ, տուպիկի առաջ ես կանգնացնում, ինչի համար ես այդպես անում, ինչ ես մեր Ինչի 30 տարվա դիվանագիտական հաղթանակները մսխեցիր, այդ դիվանագիտական հաղթանակների հեղինակներին անուն ես կպցրել, որ իրանք են Արցախը տվել, լավ, տղամարդը ոնց կար այդքան ցածր լինի, այդքան ստախոսու խաբեբա լինի, այդքան հայրենիք ու հող չսիրող տականք լինի, ոնց կարա մարդը տենց լինի, կամ այդ գրառումիցը տանցնենք առաջ, այ անպրինցիպ երևույթ, շարժվենք առաջ, ԵԱՏՄ-ից էիր խոսում մի քանի օր առաջ, զանգել էիր Պուտինին, քեզ ուղարկել էր գրողի ծոցը, ասում էիր սա ԵԱՏՄ-ի վերջի սկիզբն է, բան, ընտրություններից առաջ ասում էիր, որ Մոսկվայից թշնամանք կա, որ չգիտեմ մեր ուղղությունը Եվրոպայա ծաղիկները Եվրոպա կգնա, Ուկրաինա կգնա, Իրանը, Բելգիա կգնա, Բիբարը Ավստրալիա կգնա, չգիտեմ, ինչ ասես արագ խոսում էիր Հիմա գնացել ես խելոք քութիկի նման ԵԱՏՄ նիստին նստել ես, ասում ես ԵԱՏՄ շուկան մեզ համար շատ կարևոր է, այ դրա համար երկակի խաղեր տալու համար, ոչ այն կողմն է մեզ դաշնակից, ոչ այն կողմն է մեզ դաշնակից, դաշնակցին սարքել ես թշնամի, այն կողմն էլ, որը որ դաշնակից չի, խոստումներ ես տալիս, մոտիկանում ես, հետ ուզում ես քեզ դաշնակից դառնա, բայց այն դաշնակիցին, որ սարքել ես թշնամի, քեզ կզծնում, քիթդ կպցնում է գետնին, ուզած իր ասածն ես անում։ Քեզից ինչ քաղաքական գործիչ դու, նայ, դու հակասական ես քո Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում լինելը։ Ոչ բանակում ծառայել ես, ոչ ռազմական գործից գիտես, ոչ դիվանագիտական կրթություն ունես, ոչ համալսարան ես ավարտել։ Ու հիմա դու Հայաստանի Հանրապետության վարչապետ ես, արդեն ոչ լեգիտիմ վարչապետ ես, այսքանին պլյուս դրած, դու նաև ոչ լեգիտիմ վարչապետ ես, Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայները գողացել ես, խորհրդարան ես ձևավորել, որտեղ արդեն քո падգամավորները զիջում են Հայաստան դաշինքի ու ուժեղ Հայաստանի падգամավորներին, իրենց մակարդակով, իրենց բանավեճի ունակություններով, հետո քո այսքան տարիներին արած չար գործերով դու արդեն պարտված վիճակում ես։ Տեսնում ենք այսօր ձերբակալել ես Արգամին, Աբրահամյան,
Հասկանում ենք Գագիկ Ծառուկյանի կողքով կա ցանկանում ես ձերբակալել Գագիկ Ծառուկյանը քո համար մեծ վտանգ է ներկայացնում, որովհետև եթե Գագիկ Ծառուկյանի ձայները չգողանայիր, դու խորհրդարանում նույնիսկ չէիր կարողանալու խորհրդարով ընտրել դատախազ։ Դու գողացել ես, այսինքն գողացել ես, գողը ո՞նց է վերցնում բան գողանում, ժողովրդի ձայները։ Դու նաև պատմության մեջ դրանով ես գրվելու։ Արցախ ես հանձնել, 5000 զոհի հեղինակ ես դարձել, եկեղեցու դեմ արշավ ես սկսել, կաթողիկոս մարդուն վեհապարին տանում ես դատում ես։ Դու սրբություն ունես, ոչ լեգիտիմ վարչապետ ես դարձել, ձայներ ես կեղծել, մարդ ես սպանել, քո վրա ցմահ սռոք կա։ Դու Սահակաշվիլին նայ քեզ խղճա։ Չնայած ինքը քո չափ պղծություն, հայրենադավություն իր երկրի համար չի արել իմ գնահատմամբ։ Անցնենք մյուս աբսուրդին։ Դու վեհապար Ինչեր արդյոք աբսուրդին են, սկզբում անդրադարձեք իր գրառմանը, հայտնի է դարձել, որ հեռախոսազրույց են ունեցել Ալիևի հետ։ դա նոր գրառում է։ Հայտնի է դարձել, այո, մտքեր է փոխանակել խաղաղության գագաթաշողովի առաջին տարեդարձի առիթով։ Կողմերը նշել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում վերջին 1 տարվա ընթացքում արձանագրված առաջընթացը։ Զրույցի ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը որպես խաղաղության օգուտների շոշափելի դրսևորում։ Այս համատեքստում կողմերը նշել են ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, ինչպես նաև տարանցիկ բեռների փոխադրումը Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան եւ Հայաստանից դեպի այլ ուղղություններ։ Դերեք, Մարիամ ջան, այն նույն բաները քիչ առաջ այդ իր գրածի մասով որ ասեցի, նույնը ստեղ պետք է ասեմ, բայց նայեք այնտեղ բան մոռացա ավելացնեմ, օրինակ Նիկոլ Փաշինյան, դու ինչ առաջընթաց ես գրանցել Ադրբեջանի հետ խաղաղության, որ ոչ սև լիճն են հետ տվել, ոչ այն տարածքներն են հետ տվել, որը մտնում է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի մեջ, այն քարտեզի մեջ, որ դոշիտ կպցրած արա, այ հիմա եթերային բառեր էլի եթերով եմ, չեմ կարող ինձ զսպեմ։ Քո այդ դոշի կպցրած քարտեզը նույնիսկ մեր համար ընդունելի չի, անընդունելի է, բայց նույնիսկ քո դոշին այդ կպցրած քարտեզը ամբողջական իրականում այդ տարածքները մեզ մոտ չեն։ Վարդենիսից ունենք տված Թուրքին տարածքներ, տարբեր տեղերից ունես տարածքներ զիջած Թուրքին, ինչի՞ չես հետ վերցնում։ Բա որ խաղաղություն է, եղբայրություն է, Ալիևի ոտերը լվանում ջուրը խմում ես, բա ինչի համար են Բակո Սահակյանը, չգիտեմ, մեր մնացած նախագահները Արկադի Ղուկասյանը, Դավիթ Իշխանյանը, Ռուբեն Վարդանյանը, մեր մնացած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, հասարակ զինվորները ինչ են արա Բաքվում գերության մեջ։ Արա հայերը, եթե դու եղբայրություն ես հաստատել այդ թուրք շան հետ, ինչի համար են իմ Արցախի նախագահները իմ հայրենակիցները, ովքեր Արցախի համար կռվել են, Բաքվում հիմա ցմահ դատապարտված։ Ինչի համար այդ տղա, դու ինչ խաղաղության մասին ես խոսում։ Դու ում ես շնորհավորում, մի մարդու ես շնորհավորում, ում ամեն օր քնից վերակենում, ասում է Երևանը դա արևմտյան Ադրբեջան, հա։ Լավ, դու ողնաշար ունես, արա, այ անողնաշար։ Կամ շարունակեմ միտքս։ Վեհապար Հայրապետին տանում եք դատարանի դռները, ամբողջ աշխարհի լրատվականներով երեք, խայտարակ վերնագրերով, որ չլսված բանա տեղի ունեցել, առաջինը քրիստոնեություն ընդունած երկրի հոգևոր առաջնորդին դատում են իր եկեղեցական որոշման համար։ Ոչ մի տար չեմ չափազանցնում։ Էլ ասիական լրատվականներ, էլ չինական, էլ ամերիկական, էլ բրիտանական բոլոր տեղերում գրել էին ու մեծ զարմանքով ու զզվանքով քո գործողության նկատմամբ էին գրել, ոչ թե խրախուսել էին քո վեհապարի եւ քրիստոնեական առաջինը քրիստոնեություն ընդունած եկեղեցու դեմ արշավը։ Լավ, դու խայտարակություն ու խարան ես հայ ժողովրդի, հայ ազգի համար։ Դու մեր վեհապար Հայրապետին այդ կեղտոտ արշավը Թուրքի հրահանգով որ սկսել ես, չես հասկանում, որ պարտվում ես այդտեղ, չես հասկանում, որ ժամանակն է դադարեցնես, Նիկոլ, չես հասկանում, որ այդ նույնիսկ այդ քո տիրադավ փողով առած այդ հոգևորականներն են վեհապարի կողքերը պտտվում, որ ներում ստանան։ Լավ, դու օրենք խոսալով, երգելով, նախկիններ ասելով, թալանչիներ ասելով,
Ինչքան անօրինություն կա այս երկրի վրա, կոպիտ օրենք կա խախտել ես, ինչքան, այտենց ոլորտ չկա, որ դու մի շանտաղություն արած չլնես, մի օրենք խախտած չլնես։ Ես զարմանում եմ, դու ո՞նց ես հետո պատասխան տալու այս քո արարքների համար։ Եվ ամենավերջում ես ցանկանում եմ խոսել Կոնջորյանի կնոջ մասին։ Այն Սմայլիկի papan, ճիշտ անունը չգիտեմ, պրոստը իր երեխու անունը Սմայլի, ասում է, լավ հիշացրեցիք, ասում է, մենք իրան ասում ենք անունով Կադրիջ Ներսեսյան մարդի անունա վրան դրած, ասենք դու քրիստոնյա մարդ ես օրենքով։ Դու ամենայն հայոց կաթողիկոսին իր ավազանի անունով, եթե չես դիմում, ուրեմն դու թուրք ես։ Ուրեմն դու մուսուլման ես, ուրեմն դու կրոնի դեմ մարդ ես, եթե դու իրան ասում եմ, եթե դու չես դիմում նրան իր եկեղեցական անունով, դու թուրք ես, մուսուլման։ Նախ դա հարգանքի նշան է, որ դու վեհափառ հայրապետ ասես, ոչ թե Կատրիչ Ներսիսյան, երկրորդ, մենք վեհափառին այնքան ենք հարգե, այնքան ենք սիրե ունա մեր մոտ մինչև Նիկոլ Փաշինյանը, ու նաև հիմա էլ Արշավը այնքան հարգանք ա ունեցել, մենք սկի նրա անունը չենք իմացել։ 10 հոգուց 9 հոգին չէր կարող ասել մեր վեհափառ հայրապետի անունը, որ Կատրիճա ոչ թե Գարեգին B։ Կամ Տարոն Չախոյանի մասին էլ լավ հիշացրեցիք։ Այդ երևույթը Տարոն դու մնացել ես քո այդ ֆեյքերի մակարդակի մեջ, այդ որ նստում եք մի 20-30 հոգով այդ տենց կեղտոտ բառապաշարով այդ կեղտի ցեխի մեջ նստած, որ դու այդ հոգեբանորեն դրա մեջ ես մնացել։ Դու եկել ես Հայաստանի Հանրապետության ամենաբարձր ամբիոն ազգային ժողով, բայց դու մնացել ես այդտեղ։ Քո օգտագործած բառերը, քո խոսելաձևը, մենք վեհափառ հայրապետ չունենք։ Դուք ով եք այդ 40-50 հոգիդ, թքեմ ես ձեր երեսին։ Ուրիշ ինչ ասեմ ես ձեզ։ Եթե դուք տարել եք ձեր երեխեքին հայ առաքելական սուրբ եկեղեցում կնքել եք, եթե դուք գնացել եք վեհափառի ձեռքից օրհնությունը ստացել եք, ու հիմա այդ վեհափառին ուրանում եք, ուրեմն ձեր երեսին թքելու է։ Ուրեմն դուք անամոթ մարդիկ եք, անամոթ տղերք եք, դուք ֆեյքերի տակ մնացած մարդիկ եք, սրբություն չունեք, կրոն չունեք, դուք բացառապես կապ չունեք հայ ժողովրդի հետ, հայ ժողովրդի զգացմունքների հետ, հույզերի հետ, հայ ժողովրդի կարմիր գծերի հետ դուք ոչ մի կապ չունեք արա այդ խմբակով։ Իմիջիայլոց նաև ազգային ժողովի արդեն որպես նախագահ, մինչև այդ երբ որ ելույթ էր ունենում Ռոբերտ Հովենյանը, բարե էթիկայի սահմաններ գալու ընդդիմության այսպիսի կոչ էր անում, զրոյական կետից սկսելու խոսքեր ասում, խնդրեմ։ Դե նախ մի անգամ զրոյական կետից Նիկոլը սկսելա, տեսել ենք ինչ ա եղել, դա ոչ մի լավ բանի չի բերում։ Երկրորդ, այս նստաշրջանը հենց նոր է սկսել, առաջին շաբաթներ։ Եվ այս 4 օրվա մեջ մենք այնքան վիրավորանք, այնքան կռիվներ, այնքան տհաճ խոսակցություններ տեսանք, որ այդ խոսքերը պարզապես մնում են օդում։ Հետո Ռուբեն Ռուբինյանը մեկը ինքը իր ընկերները Հայաստանի Հանրապետության հասարակ քաղաքացին, ով իրենց քննադատում է, նույնիսկ չեն կարող այդ քննադատությունը առանց պատասխան վիրավորանք հնչեցնելու լսել, ընդունել ու շարժվել առաջ։ Ինչ կոռեկտության մասին է խոսքը, ինչ զրոյական կետի մասին է խոսքը, ինչ լոլոներ են։ Մենք չգիտենք իրանք ինչ են անելու կամ մենք չգիտենք իրանք ինչ մարդիկ են կամ ովքեր են, ինչի են ընդունակ եւ առհասարակ ինչ կոռեկտության մասին է խոսքը, եթե դուք դավաճաններով գնացել նստել եք ազգային ժողովում թուրքի ագենտներով, հող ծախած տղեկ եք դուք, ինչ կոռեկտության մասին է խոսքը ընդհանրապես։ Գոհ շնորհակալ ելնեք, որ այդ երկու ֆրակցիաները ձեզ ամեն անգամ դավաճանով չեն դիմում։ Մենք ձեր անունների առաջ դնում են պարոն, որ պահեն այդ բանը, հարգանքը, ազգային ժողովի շենքը, ինստիտուտը, որ պահեն այդ սուբորդինացիան, բայց դուք դրան էլ արժանի չեք նույնիսկ։ Ինչի մասին է խոսքը։ Եվ նորից գալով, այ ատոմին անդրադարձակ, բայց մենք տեսնում ենք հայ մարդը ինչ խնդիրների առաջ է կանգնել, արտահանման լրջագույն խնդիրներ են, տնտեսությունը ուղղակի ավիրված է, մենք իմանում ենք 175 միլիոն տրամադրել են Վարչապետին, 24 միլիոն հեծանվային արշավին, ամբողջությամբ Պաուստային ֆոնդից, պետական բյուջեից $1 միլիոն էլ տրամադրել էր դրոններով իր նախընտրական քարոզարշավի ավարտական հավաքը նկարելու համար։ Այս մարդը ինչ ուզում անում է։ Այսինքն մենք
ամեն անգամ ոչ ենք խոսելու դրանցից, դա պետքա ժողովուրդը հասկանա, իգիտություն ընդունի, որ Նիկոլին չգնան ընտրեն։ Եվ մի բան եմ ուզում անցած թեմայից ասել, բոլոր այն մարդիկ, ովքեր գնացել Նիկոլին ձայն են տվել, որ իրենց կրոնը Նիկոլը պղծի քրիստոնեությունը։ Այդքանով սահմանափակվենք այդ մասով, շարունակենք անցնենք առաջ։ Նայեք, ես քիչ առաջ էլ նշեցի ոլորտները, ծաղիկ վաճառողները կանգնած են կռախի առաջ, կոլապսի մեջ են։ Բանջարեղենի արտահանողները, պոմիդոր, բիբար, չգիտեմ, կարտոֆիլ, տարատեսակ, բանջարեղեն արտադրող, միրգ արտադրող, ծիրան, չգիտեմ, դեղց, արտադրող եւ արտահանող գյուղացիները, իրանց շահույթը 95%-ով կրճատվել է 1 ամսվա մեջ։ Ուրեմն կաթնամթերքի արտահանումը նույնպես 90%-ով նվազել է։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը սեփական աթոռը պահելու եւ սեփական քմահաճույքները բավարարելու համար մի ամբողջ խավի, գյուղացիների խավին, ովքեր տնտեսության պահողն են, տնտեսության զարկ տվողն են, ովքեր այն մարդիկ են, ովքեր երկիրը բրդում են առաջ, որովհետև եթե գյուղատնտեսությունը չլինի, եթե գյուղացին չաշխատի, նախ արտագաղթը կմեծանա, նախ գյուղերը կդատարկվեն, երկրորդ տնտեսության նվազման դեպքում նաև ապրանքները կթանկանան։ Եվ ես ուզում եմ հասկանամ Նիկոլ Փաշինյանը, նաև ձուկ արտահանողներն են մեծ խնդրի առաջ կանգնած, երբ Նիկոլ Փաշինյանը ասում էր ես յուղոտ ձուկ չեմ ուտում, վատ ձուկ են արտադրում, այսինքն նույնիսկ դա է գցում ինքը ժողովրդի վրա, որ նայեք ուզում ասի, որ այս իմ պատճառով չի որ արտահանումը կանգնել է, այլ ձեր վատ որակի ապրանք ստանալու արդյունքում է։ Այսինքն հասկանում եք, այս մարդը բոլոր իրավիճակներում նույն ձև է մտածում։ Ես չեմ հանձնել Արցախը, դուք չեք կռվե տվել եք։ Ես չեմ գցել մեքենայի տակ Սոնային իմ աշխատակազմի, չգիտեմ, իմ ախրանի գնացե կամ վարորդը, չգիտեմ, այս անձնավորությունը ցանկացած հարցի շուրջ մտածում է ոնց կռուտի տնի ու գցի ամենամոտ երկրորդ մարդու վրա։ Եվ ինչ պետք է խոսանք, որ ոլորտում է ինքը ինչ-որ բան ասել ու արել, որ հիմա էլ մենք խոսանք գյուղացիներից։ Մարդկանց վարորդական իրավունքները ստեցիր, ասեցիր կվերականգնենք, չափորոշիչներ դրեցիր, ոչ մեկին չես վերականգնե, խափում ես։ Գագիկ Ծառուկյանի դեմ թշնամանք ունես, 10,000 հոգու թողել ես գործազուրկ։ Մարդկանց գործարանները փակում ես, կոնյակի գործարանն ես խլում, մուլտիվելնեսն եք խլել տվել Ավինյանին, քանի կար այդտեղ սխալ տեղեր կառուցած, հիմա հենց խլել եք Տոշնյա տեղը դարը, ամեն ինչ ուղղվել է։ Քամի ա եղել, շենքը դզվել է, վсё, նորմալ է։ Այս հենց խուլիգանական պահվածքով եւ գործողություններով, զորբայությամբ դուք ձեր գործերը առաջ եք տանում, բայց մի օր այդ բոլորը ձեզ քաղաքական առումով խեղտելու են, դուք չեք դուրս գալու դրա տակից։ Եվ ամենավերջում կցանկանամ խոսել օրինակ այս Կոնջորյանի կնոջ մասին։ Սա վառ օրինակ է, թե ոնց էր Նիկոլ Փաշինյանը ասում, որ ծանոթ բարեկամ խնամի պետքա չբերել, չդնել ազգային ժողովում, պետական մարմիններում, ՀՀԿ-ին էր մատնանշում, մնացած ֆրակցիաներին Արտուր Բաղդասարյանին, ՕԵԿ-ին ամբողջ կյանքում այդ ծանոթ բարեկամով գործի ընդունելը Նիկոլ ընդդիմադիր եղած, երեխա եղած վաղտ բարձրաձայնել է։ Հիմա եկել է, իր կնոջով հիմնադրամները բացել է։ Իր կնոջ ընկերուհիներով հիմնադրամը լցրել է աշխատակիցներով։ Իր դեպուտատներով սաղ մարզերում օբյեկտները սարքել են գազի լցակայանները, բենզալցակայանները, չգիտեմ, արդեն այնքան չեն կարում իրար հետ բանկիսեն, օրինակ հենց էլի Կոնջորյանի հետ կապ ունի։ Աբովյանում Կոնջորյանի աղբորն էին CCS-ի գնացել մյուս ԿՊԱ-կանի տան մոտ քֆուր էր տվել։ Կոնջորյանի կինը Հայ Փոստի ղեկավարն է, նախագահն է, տնօրենն է, ով ամսական $10,000 աշխատավարձ ստանում, պրեմիաների ու մնացած ատկատները չհաշված։ Մենք տեսել ենք ստատիստիկ տվյալներով, որ Էդուարդո Էրնեկյանից մեծն հայ բարերարից արգենտինահայ խլելով փոստը եւ տալով պետականացնելով ճակերտների մեջ եւ Կոնջորյանի կնոջը նախագահ նշանակելով մենք տեսնում ենք, որ հայ փոստի ապրանքաշրջանառությունը, ֆինանսական շարժը, օգուտը մոտավորապես 78%-ով նվազել է։ Պլյուս
Այն ժամանակ Տերնիկյանը այդքան աշխատավարձ չէր ստանում, ինքն էր ներդնում, աշխատողներն էլ գումար էին ստանում, հիմա տնօրենը $10,000 փող ամիսա ստանում։ Խնդրում եմ, թողում եմ ձեզ։ Դուք նայեք, նախկիններն էին թալանչի, թե սրանք են թալանչի։ Օրը ցերեկով ձեր աշկի դեմը մարդը դեպուտատ, ֆրակցիայի ղեկավար, կնիկը պոչտայի տնօրեն $10,000 են ստանում, այն ինդեից է ստանում, ընդեից մարդկանց բիզնեսներն են խլում, մեկից հեծն են խլում, այն օրը Ղազինյանը ազգային ժողովում մանրամասն ներկայացրեց հեծը ինչ օգուտներով է աշխատե ու ինչ վնասներով է աշխատում հիմա։ Մանրամասն ապացուցեց, որ հեծը երբեք լույսը չի թանկացրել, հեծը իր նախաձեռնությամբ չի արել նման բան։ Այսինքն, սա ռեկետա պետություն է դառել, սա ստալինյան հասարակարգերն է դառել։ Չնայած Ստալինը լուրջ մարդ էր հայրենասեր։ Գոնե Ստալինը այս ամեն ինչին զուգահեռ նաև երկիրն էր պահում։ Դու պրոստը Ստալինից վերցրել ես այս մասը ռեկետի։ Դու մի բառով ասած դուք այս երկիրը կործանող, այս երկիրը թալանող, այս երկրի հետ կապ չունեցող մարդիկ եք, ովքեր իրենց առաջ նպատակ են դրել վերացնելու Հայաստանի Հանրապետությունը, բայց ես խոստանում եմ ձեզ, որ դա չի ստացվելու, որովհետև դուք այնքան չկաք, որ մի ամբողջ ազգի ժողովրդի ջնջեք պատմության երեսից։